Բարև ձեզ, շաբաթն ինչ իրադարձություններով է նշանավորվել, դրանք ինչ նշանակություն են ունեցել եկեղեցու եւ հավատացյալի համար։ Թերևս գլխավոր իրադարձությունը միրոնօրհնության երկու արարողություններն են։ Այս շաբաթ է բացվել նաեւ Գարեգին առաջին կրթական կենտրոնը։ Միասին վերանայենք անցյալի իրողությունները։ Այս պատերից ներս պիտի ներարկվեն ձեր աղոթքները, որպեսզի քարերը դառնան համբուրելի, խնկելի, նվիրական։ Այս խոսքերը Գարեգին II հայրապետն ասաց 2000 թվականի հոկտեմբերի 1-ին Լոռու մարզի Տաշիր քաղաքի նորակառույց Սուրբ Սարգիս եկեղեցին օծելիս։ Սրբավայրը կառուցվել է Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրների բարերարությամբ։ Եկեղեցին այսօր էլ ապրում եւ շնչում է հավատացյալների ջերմեռանդ աղոթքներով։ 15 տարի առաջ 2001 թվականին մեր եկեղեցու 4 վարդապետներ եպիսկոպոսական ձեռնադրության եւ օծման արժանացան։ Եկեղեցում ընդունված կարգի համաձայն եպիսկոպոսական ձեռնադրությունը կատարվեց ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ։ Ձեռնադրվողներն էին Մոսկվայի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը Տեր Եզրաս arczepiskopos Ներսիսյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը եւ Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տեր Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը։ 15 տարիները խոսուն վկայությունն են, թե ինչ հաջողությամբ են առաջնորդները կազմակերպել իրենց ղեկավարած թեմերի հոգևոր կյանքը։ Այս ձեռնադրությունից 3 տարի հետո դարձյալ այս շաբաթվա ընթացքում եւս մեկ հոգևորական է եպիսկոպոսական աստիճան ստացել։ 2004 թվականի սեպտեմբերի 26-ին Մայրտաճարում հայրապետական պատարագի ընթացքում եպիսկոպոսությանը կոչվել նաեւ Տեր Արշակ Վարդապետ Խաչատրյանը։ Սրբազան հայրը 2001 թվականից սկսած մինչ այսօր Մայրաթորի դիվանապետն է։ 2006 թվականի հոկտեմբերի 1-ին հայ եկեղեցին նշում էր Վարագա Սուրբ Խաչի տոնը։ Տոնական պատարագին Ներսես arczepiskopos Պոզապալյանի ձեռամբ 9 սարկավակ քահանայական ձեռնադրության արժանացավ։ Այդ պատարագի ընթացքում նորաուծները երդվեցին լինել հավատարիմ իրենց կոչմանն ու պատասխանատու առաքելության մեջ։ Այսօր բոլոր քահանաներն իրենց ծառայությունն են բերում տարբեր թեմերում եւ եկեղեցական կառույցներում։ Իդեպ հայ եկեղեցին տարեկան հարստանում է շուրջ 3 տասնյակ ամուսնացյալ եւ կուսակրոն հոգևորականներով։ Մայրաթորի հարևանությամբ գտնվող Ներսիսյան անտառում այս գեղեցիկ խաղահրապարակը բացվեց 2003 թվականի սեպտեմբերի 28-ին ամերիկահայ բարերարներ Տեր Եվտիկին Հարոլդ եւ Ժոզեֆին Գուլամերյանների հովանավորությամբ եւ Գուլամերյան հիմնադրամի նախագահ Մայքլ Հարաթունյանի ջանքերով։ Օրհնության կարգը Գարեգին II հայրապետը կատարեց։ Այն այսօր էլ գործում է եւ շարունակում ուրախացնել ու գունավորել հարյուրավոր երեխաների առօրյան։ Տիգրան Մեծ հրատարակչական տնօրեն Վրեժ Մարկոսյանի համար այս շաբաթը թերևս ողջ կյանքի ընթացքում ամենահիշարժաններից է լինելու։ Հայոց հայրապետը գնահատելով նրա եկեղեցանվեր գործունեությունը 2007 թվականի սեպտեմբերի 29-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանի արժանացրեց։ Հիշեցնենք, որ հենց Տիգրան Մեծ հրատարակչությունը ձեռնարկեց հայ եկեղեցու պատմություն առարկայի դասագրքերի տպագրությունը։ Առարկան հանրակրթական դպրոցներում ներդրվեց 4-ից 10-րդ դասարանների աշակերտների համար։ Վրեժ Մարկոսյանի հովանավորությամբ է վերակառուցվել նաև Սուրբ Էջմիածնի Վազգենյան մուտքը։ Մայրաթորի եւ Տիգրան Մեծ հրատարակչատան միջև համագործակցությունն այսօր էլ շարունակվում է։ Հոգևոր կրոնական բովանդակությամբ բազմաթիվ գրքեր են տպագրվում եւ վերահրատարակվում։ 2007 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմտյան թեմը տոնախմբում էր հիմնադրման 80-ամյակը։ Այդ առիթով հայոց հայրապետը հովապետական այցով սեպտեմբերի 30-ին մեկնեց Միացյալ Նահանգներ։ Հոբելյանական տարվա գլխավոր իրադարձությունը Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցու օծումն էր, որ կատարվեց Գարեգին II կաթողիկոսի ձեռամբ։ Հայոց հայրապետը եղավ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան թեմում, շրջեց հայկական համայնքներում, իր օրհնությունն ու պատգամը փոխանցեց հավատացյալ իր հոտին։ 2008 թվականի սեպտեմբերի 26-ից Մայրտաճարի հարևանությամբ գտնվող Սուրբ Վարդան Սուրբ Հովհաննես Մատուռ մկրտարանն իր դռները բացեց հավատացյալների առջև։ Սուրբ Սեղանի եւ 3 ավազանների օծումը Գարեգին II հայրապետը կատարեց։ Այս Սուրբ ավազանից վերստին պիտի ծնվեն մեր զավակները որպես կնիկ ազգային ինքնության եւ որպես դրոշ քրիստոնեական հավատքի, այսպես ասած նորին սրբությունն օծման օրը։ Օրը նշանավորվեց մեկ այլ իրադարձությամբ եւս մկրտարանի բարերարը Արմեն Սարգսյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պատվո բարձրագույն շքանշանով պարգևատրվեց։ Այս պարգևն ընդունում եմ որպես իմ ընտանիքի ապագա աշխատանքների նախանշան, ասաց նա։ Իդեպ 2008 թվականից մինչ այսօր մկրտարանում 25000-ից ավելի մկրտություն է գրանցվել։ 2008 թվականի սեպտեմբերի 26-ից Շոակաթ հեռուստաընկերությունն իր գործունեությունն իրականացնում է նոր շենքում։
Շենքի բացման հանդիսավոր արարողությունը Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց, բազմաթիվ հյուրերի շարքում էին նաև բարերարները Վաչե եւ Թամար Մանուկյանները։ Այսօր արդեն Հայաստանի Հանրապետությունում հեռուստաալիքի սփռման տարածքը 90% է կազմում։ Այն միակն է տարածաշրջանում, որի արտադրանքի գերակշիռ մասը հոգևոր եկեղեցական է։ Հեռուստաալիքի ծրագրային քաղաքականությունը միտված է հասարակության գեղագիտական ճաշակի ձևավորմանը, հոգևոր գիտելիք փոխանցելուն։ Ամեն 7 տարին մեկ աշխարհասփյուռ հայությունն ուղիղ հեռարձակմամբ հետևում է հայ եկեղեցու սրբազան ծեսին, մյուրոնորտնությանը։ Այդպես էր նաև 2008 թվականի սեպտեմբերի 28-ին եւ 2015 թվականի սեպտեմբերի 27-ին։ Մյուրոնորտնության երկու արարողություններն էլ տարիներ առաջ հենց այս շաբաթ են տեղի ունեցել։ Մյուրոնի օրհնությունը հայոց հայրապետի առանձնաշնորհյալ իրավասությունն է, իսկ ծեսի թափորը ամենաշքեղը։ Հայրապետին ուղեկցում են հոգևոր բոլոր դասերի ներկայացուցիչները։ Եպիսկոպոսած դասը տանում է հայ եկեղեցու 3 գլխավոր սրբությունները՝ խաչափայտի մասունքով Սուրբ խաչը, Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, Լուսավորչի աջը, որոնք կիրառվում են Մյուրոնի պատրաստման խորհրդավոր ծիսակարգում։ Կաթսայի մեջ է հեղվում 40 ծաղիկների հյութը, բալասանը, Մեծի տանընկիլիկիո կաթողիկոսության Մյուրոնը ի նշան հայ եկեղեցու միասնության։ Հին Մյուրոնը եւս խառնվում է նորին եւ հենց այդ կերպ է Սուրբ Գրիգոր Լուսավորչի օրհնած Մյուրոնի զորությունը փոխանցվում նորին։ Մյուրոնորտնության արարողության պարտադիր շարունակությունը դարեր շարունակ եղել է սրբալույս հեղուկի բաշխումը նվիրակներին։ Հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդներն այսօր էլ հայրապետական կնիքով կնքված սափորները իրենց հետ մոտիկ եւ հեռավոր թեմեր են տանում։ 7 տարին մեկ օրտնվող այս Մյուրոնն է, որ առաքվելով աշխարհով մեկ հայ քրիստոնյայի կնիքն է դնում հայ մանուկների ճակատին, դառնում հայոց միասնության խորհրդանիշը։ Մյուրոնորտնության արարողության կապակցությամբ մայրաթոր ժամանած քույր եկեղեցիների կրոնապետերը, բարձրաստիճան հոգևորականները, հայ եկեղեցու բարերարներն ու բազմաթիվ հյուրեր 2015 թվականի սեպտեմբերի 28-ին մասնակցեցին նաև Գարեգին առաջին կրթական կենտրոնի բացմանը։ Այն նախատեսված է աստվածաբանական հայագիտական դասընթացներ ու խորհրդաժողովներ, եկեղեցականների եւ ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր անցկացնելու համար։ Լուսահոգի հայրապետի երազանքն իրականության վերածեցին Հայկ եւ Էլզա Տիտիզյանները, կենտրոնի օրհնության կարգը Գարեգին II հայրապետը կատարեց։ Նույն օրը 2015 թվականի սեպտեմբերի 28-ին Հայկ եւ Էլզա Տիտիզյանների որդու Հակոբ Տիտիզյանի բարերարությամբ Մայրաթորում կանգնեցվեցին երկու հսկայական խաչքարեր։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 12-ից 13-րդ դարերի խաչքարերի օրհնությունն ու օծումը Գարեգին II հայրապետը կատարեց։ Բնօրինակներն Արևմտյան Հայաստանում են եւ պահպանվել են մինչ օրս, իրենց մեծությամբ եւ ձևով եզակի են խաչքարային արվեստում։ Խաչքարերը լուսանկարել է Հրայր Բազե Խաչերյանը, դրանց հիման վրա էլ լոնդոնաբնակ բարերար Հակոբ Տիտիզյանը ստանձնել է կրկնօրինակման ծախսերը։ Երկու նվիրագործված կոթողներն այսօր էլ հայ ուխտավորին եւ օտարազգի այցելուին պատմում են հայ ժողովրդի փառավոր մշակույթի, ցեղասպանության ոճրի, նաեւ հայոց ներկա վերածննդի մասին։ Գանձատան նոր ձեռագրասրահը 2013 թվականի սեպտեմբերի 30-ին բացվեց։ Կարլ եւ Էմմա Սողոյանների նվիրատվությունն է Մայրաթորին։ Տիկին Էմմայի խոսքով ամուսնու երազանքն էր, որ այս գանձերը հանգրվանեին հենց Մայրաթորում։ 23 ձեռագիր եւ տպագիր նմուշների մեջ են հայրապետական դիվանից կարևոր վավերագրեր, նյութեր կաթողիկոսների անձնական արխիվից, նաեւ հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը։ Գարեգին առաջինի օրոք Սողոյան ամուսիններն են կառուցել Վայքի Սուրբ Տրթատ եկեղեցին եւ շատ այլ բարեգործական ծրագրեր իրականացրել։ Սրահի բացման օրը անակնկալ մատուցվեց նաեւ Բրազիլիայի թեմի առաջնորդ Տեր Տաթև arczepiskopos Ղարիբյանին։ Հայոց հայրապետը սրբազան հորձառայության 50-ամյակի առթիվ նրա կուրծքը զարդարեց մեր եկեղեցու Սուրբ Ներսես շնորհալի շքանշանով։ Հիշարժան իրադարձություններ, որոնք ոչ միայն հարստացրել են եկեղեցու պատմությունը, այլև փոխել ու փոխում են հայ հավատացյալի կյանքը։ Եկեք միասին վերանայենք ոչ վաղանցյալի իրողությունները, որպեսզի կարողանան գնահատել այն, ինչ կատարվում է այսօր։